Նախաձեռնության անդամ Մեծ Դալցյանին։ Շնորհակալություն։ Մենք չհասցրինք պարոն Աշոտյանի ոչ մի հարց ուղղել, բայց ես ձեզ կփոխանցեմ բոլոր հարցերը։ Աջակցություն։ Շնորհակալություն, իսկապես ես նույնպես շնորհավորում եմ հայացք մատենաշարի եւ ղեկավարին պարոն Բեքարյանին եւ ամբողջ թիմին, որովհետեւ իրականում գուցե եւ առաջերտին պետք է մեզ շնորհավորել։ Դուք ձեր խոսքում եղամը եւ բոլոր մեղանախոսները անդրադարձան օրվա խորհրդին։ Շուշի ազատագրման օրն է, ինչ մեզ համար սակրալ օր է եւ ես ենթադրում եմ, որ այս դեպքի շնորհանդեսը հենց վերապահվել է այսօրվան, որպեսզի այն հենց այսօր տեղի ունենա, իսկ դա խորհրդանշական է եւ ես համարում եմ սա մեզ նվեր եւ եթե այսպիսի բաներ տեղի են ունենում, ուրեմն դեռ ամեն ինչ խորհրդի չէ, ուրեմն կարելի ինչ-որ բաներով նույնիսկ մխիթարվել, իսկ մխիթարվելուց բացի այս գիրքը նաեւ շատ ուսուցողական, մեզ համար շատ կարևոր, արժեքավոր աշխատություն է, իդեպ ինչպես եւ նախորդ բոլոր մատնաշարի պետքերը, որովհետեւ այն ցույց է տալիս, որ մենք անցել ենք շատ խորքային, շատ պրոֆեսիոնալ, շատ արժանապատիվ ճանապարհ։ Ես իհարկե ինձ իրավունք չեմ վերապահելու վերլուծել, որովհետեւ մենք ինքներս սովորում ենք պարոն Բեքարյանից ու նրա թիմից եւ նրա հետ միասին պարոն Բեքարյանի ուղղորդմամբ, աջակցությամբ, խորհրդատվությամբ ներգրաված ենք մենք կանք քաղաքացիական նախաձեռնության մեջ, որտեղ շատ հետաքրքիր մոդելով փորձում ենք հենց հանրային դիվանագիտության տարրերը եւ յուրացնել, եւ գերարել, եւ ներգրաված լինել մի խոսքով։ Այո, ես էլ 3-4 օրն եմ ստացել գիրքը եւ նաեւ հրավերը, որ պիտի խոսք ասեմ, դարձավ մի քիչ ինձ համար այսպես բանը, շատ խորքային գուցե չհնչի խոսքս, բայց ամեն դեպքում ուզում եմ եւս մեկ անգամ պարոն Բեքարյան շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետեւ գրքում այնքան մեծ համար հատկապես արցախցիներից համար կարեւոր այսպես բովանդակային բանաձևեր կան, որոնք հենց յուրացնելով ներկայիս իրողությունների համապատկերում ինչ-որ ձևով վերլուծելով փորձում ենք մենք էլ մասնակից լինել հանրային դիվանագիտության առանց կանոնների, այսպես ասած, կյանքին եւ ինչքանով է դա մեզ հաջողվում, մենք հաճախ լսում ենք հակադարձ կարծիքներ, որ այնքան էլ լավ չի հաջողվում, որովհետեւ արցախցիների ձայնը այնքան էլ բարձր չի հնչում, մենք ընդունելով այդ մեղադրանքները փորձում ենք անել ինչ հնարավոր է ներկայիս զրկանքների, արժեզրկումների եւ ընդհանրապես բացասական ֆոնի արցախատիացության, այսպես ասենք, ոչ ընդհանուր իհարկե, բայց ամենայն դեպս պետության կողմից այդպիսի դիրքավորման պայմաններում զբաղվել հանրային դիվանագիտությամբ մի քիչ բարդ խնդիր է եւ դժվար հեշտ ստանձնում չի խոստովանեմ եւ ես թերթելով իհարկե կարդացել եմ հանրային դիվանագիտության բաժինը գոնե հասցրել եմ կարդալ եւ պարոն Բեքարյանը շատ հետաքրքիր ընդգծում է անում, որ հասարակության հիվանդության պայմաններում հանրային դիվանագիտությամբ զբաղվելը իրականում մեծ ջանքեր է պահանջում, ինչը իդեպ փորձում ենք եւ անել ինչքան էլ դա մեր ուժերի մեկ-մեկի սթափության, մեկ-մեկ հուսահատության պայմաններում, բերումով, բայց հանձնվող չենք, չնայած որ մեզ դրանում հաճախ են մեղադրվում, չենք հանձնվում, շարունակում ենք։ Մենք կանք նախաձեռնությունը
հենց տարբեր սերնդի ներկայացուցիչների եւ տարբեր ճանապարհ անցած հանրային դիվանագիտության մեջ տարբեր վաստակ ունեցող մարդկանց համախումբ է, ովքեր շատ պարտեջներ բարեխիղճ բարբերականությամբ հավաքում եւ գաղափարներ են գեներացնում, ինչ որ գործելակերպ են փորձում մշակել։ Ես անուններ կուզենայի հնչեցնել եւ կարծում եմ նման դեպքերում պետք է անուններ հնչեցնել, որպեսզի ճանաչենք մեկը մյուսին, որովհետեւ շատ հաճախ մենք իրար էլ չենք ճանաչում, դրա համար գուցե նույն տոնայնության մեջ չենք աշխատում։ Հանրային խորհրդի, Արցախի Հանրապետության հանրային խորհրդի թեմային գալով, ինչը նույնպես, այսպես ասած, հանրային դիվանագիտությամբ է զբաղվում, պիտի ասեմ, որ այն դեռ նոր ձևավորված կազմ է եւ դարձյալ շատ հնարավորություններ չունենալով, շատ բարենպաստ հենք չունենալով, փորձում է շարունակել այն հիմնական սկզբունքներով աշխատել, որոնք մենք հռչակել ենք, մեզնից առաջ էլ հռչակված, մենք փորձում ենք շարունակել, դա իհարկե արցախցիների իրավունքներն են, դա մեր գերիների, պատանդների խնդիրն է, իդեպ գիրքը նաև ազդեցիկ է այդ առումով, որ հենց նվիրվում է քավանդարյալներին, Բագրատ Սեփազյանին, նաև Երևանում ու Բաքվում պատանդարված մեր գերիներին։ Արցախի հանրային խորհուրդը մի շարք, այսպես ասեմ, ասպեկտներով է փորձում աշխատել եւ որոշակի արձագանքներ արդեն ունենք, արձագանքի իհարկե ոչ այնքան լավ իմաստով, նաեւ վտանգի տեսանկյունից, բայց կրկնվեմ, դա մեզ հուսահատեցնող չի, դա մեզ հիասթափեցնող չի։ Մենք շարունակելու ենք աշխատել եւ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ արկա Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի ամենօրյա պարբերությամբ տեղեկատվությունը ստանալով, անգամ այդ դեպքում շարունակելու ենք հետապնդել մեր իրավունքները եւ շարունակելու ենք հանրային դիվանագիտության, այսպես ասած, Պարոն Մեքարյանի ուղղորդած գրքի միջոցով ուղղորդած մեզ նույն այդ տեսլականի, նույն այդ տրանսֆորմացիաների ու առանձնահատկությունների համատեքստում փորձելու ենք որոշակի քայլեր անել։ Ես մի քիչ sense կարող շփոթված եմ խոսում, դա պայմանավորված է իմ ներաշխարհով։ Ես, այո, ամփոփելով կամ ամբողջացնելով ուզում եմ հարցադրմամբ ավարտել, որովհետև ես շատ հարցերի պատասխաններ պարոն Բեկարյան ստացա, բայց այնուամենայնիվ այսօրվա դիրքերից եւ այսօրվա երևույթների բերումով ուզում եմ հասկանալ հանրային դիվանագիտության զարգացման, ես ենթադրում եմ, որ իհարկե լինելու է պարոն Բեկարյանի խոսքը, հա, այդ դեպքում թողնենք հարցպատասխանի ժամանակը։ Իջնում եմ։ Մենք սովորենք աշխատելու այս տարբերակին։ Ինչպես փորձենք հանրային դիվանագիտություն զարգացնել, երբ տակավին վերջերս պատերազմած երկու պետությունների քաղաքասարակությունը փորձում է, այսպես ասած, մերձենալ, երկխոսությունն է արդեն սկսել եւ փոխայցերի միջոցով արվում են քայլեր իօգուտ խաղաղության, առանց հաշվի առնելու, առանց լսելու նույն այդ երկու պետությունների կոնֆլիկտի դերակատար իդեպս մեզ հաշվի առնելու առանց մեր ձայնը, առանց մեր խոսքը լսելու նման իրողությունների պայմաններում ինչպես փորձենք դիրքավորվել, ինչպես հանրային դիվանագիտություն զարգացնենք եւ ինչպես անցնենք հանրային համերաշխության, եթե դա մեր ժամանակներում իհարկե ռեալ է իրական։ Շնորհակալ եմ հարցի համար։